Դուք միացել եք այս բողոքի ակցիային, ինչ եք կարծում, արդյոք մարդիկ կգան, ստորագրահավաքը ի վերջո կիրականացվի եւ այս իշխանությունները ի վերջո կհեռանան։ Ջանա, ես մի բան ասեմ, այն ինչ որ կապված է լյուբոյ ակցիայի, ես միանում եմ ընդդեմ այս իշխանությունների, ասեմ, ես եկել եմ ստորագրել եմ, բայց նորից եմ կրկնում, այս իշխանությունների հեռացնելը պետք է անպայման համազգային անհանդուրժողականություն այս իշխանությանը։ Մենք պետք է ոտքի անենք ժողովրդին ու ստիպենք սրանց հեռանալ, անգամ եթե պետք լինի հեղափոխության միջոցով։ Բայց արդյոք ժողովուրդը պատրաստ է դրան։ Ժողովուրդը դրան պատրաստ է, եթե մենք ճիշտ աշխատենք ժողովրդի հետ։ Եթե մենք չհուսահատացնենք ժողովրդին, ժողովուրդը պատրաստ է։ Ճիշտ քայլը։ Ճիշտ քայլը հիմա դուրս գալ փողոց։ Ոչ թե սպասել թվերի կամ բանի, ոչ թե գնալ սահմանադրական դատարան։ Մի հատ արեք ճիշտ հասկանանք, ում սահմանադրական դատարանն են գնում։ Вообще Հայաստանում կան դատարան, ծիծաղելու, որ մարդիկ ասում։ Եթե պատրաստում են գնան դեպուտատ աշխատեն, թող գնան։ Թող մեզ մոռանան այդ ժամանակ։ Հասկանում։ Մենք արդեն դա տեսել ենք 21 թվականին։ Բայց արդյոք օրինակ ովքեր որ անցել են ազգային ժողով, հա, Հայաստան Դաշինք ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, արդյոք իրենց քվեարկած ժողովուրդը ուզում է իրենց տեսնել ազգային ժողովում։ Ժողովուրդը։ Իրենց քվեարկածները։ Մեկը ես եմ, որ քվեարկել եմ, ես ուզում եմ իրանց տեսնել ազգային ժողովում որպես իշխանություն։ Ես չեմ ուզում իրանց տեսնել ազգային ժողովում որպես ընդդիմություն։ Այսինքն դեմ եք, որ նրանք մանդատները վերցնեն։ Այո, դեմ եմ, լրիվ։ Ես համոզված եմ, որ իրենք հաղթել են։ Մի հատ հələ մոռացել են 200,000 թուրքական պասպորտների մասին։ Մոռացնում են, որ այսքան մարդկանց տների վրա գրանցված մարդիկ են եղել սուտի։ Մեկը ես գիտեմ 4 հոգի, որ տանտիրոջ քույրը եկե ասում էր, ես ով են, ես չգիտեմ։ Հասկանում եք, մոռացել են, հասկանում եք, թե չեն մոռացել, թե ընկել են ինչ-որ բաների, չի կարելի խոսալ այս վիժվածքների հետ քաղաքակիրթ լեզվով, իրավական լեզվով, սրանք իրավական մարդիկ չեն, սրանք իրավաբանությունից այնքան հեռու են ու իրավական օրենքներից։ Սա նագլի ինչ ասես անում։ Իսկ ճիշտ հասկացա։ Բայց արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հեռանալ։ Ես խնդրում եմ դրան մարդկային անունով չտակ, ասեք այդ մանդավոշկան, այդ ոչիլը, անասուն էլ չասեք, անասունները մեղք։ Արդյոք ի վերջո ես լրագրող եմ, ես չեմ կարող։ Նիկոլ Փաշինյանը արդյոք կհեռանա հանգիստ ճանապարհով։ Նա չի հեռանալու հանգիստ ճանապարհով։ Նա այս ազգին այնքան դժբախտություն ա բերել, որ նա հանգիստ ճանապարհով չի հեռանալու։ Ճիշտ հասկացեք, նա հայի արյան վամպիր է։ Այս մարդը ատում է հային, հայի տեսակ, հասկանում։ Ատում է մեր տեսակը, նա մեր արյան վամպիրն է։ Նա ուզում է, որ արյուն հոսի այս ազգից։ Դա է անձնավորություն։ Շնորհակալ եմ։